Սովորաբար հայ ընտանիքներում նախաճաշին հաճախ սեղանին լինում է խաշած ձու, պանիր, լավաշ, առատ թարմ կանաչիներ և աղցան։ Այս պարզ, համեղ և հագեցնող համադրությունը շատերի սիրելի նախաճաշերից է։ Այս անգամ նույն բաղադրիչներով պատրաստելու ենք մի փոքր ավելի հետաքրքիր և ախորժելի տարբերակ թավայի մեջ։ Մանր կտրատում ենք կես կապ կանաչ սոխ և սամիտ, կարելի է վերցնել նաև խառը կանաչիներ։ Բարեկամներ, այս նախաճաշը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում և երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը, բացի այդ շատ օգտակար է, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ բաղադրիչներ ենք օգտագործում։ C վիտամինով հարստացնելու համար մանր խոհանարդների ենք բաժանում 1 պղպեղ, եթե կծվի սիրահար եք կարող եք նաև ծիծակ ավելացնել։ Հեռացնում ենք լոլիկի միջուկը, որպեսզի ավելորդ խոնավություն չլինի և կրկին մարացնում ենք։ Մեզ անհրաժեշտ է 1 մեծ լավաշ, ծայրից 1/3 մասը կտրում ենք, դնում ենք մեջտեղի հատվածում, կոտրում ենք 3 ձու, ըստ ճաշակի համեմում ենք աղով և սև պղպեղով և հարում ենք։ Ավելացնում ենք նախապատրաստած բոլոր բաղադրիչները։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Որպեսզի ստանանք լիարժեք հագեցնող նախաճաշ, կավելացնենք մի քանի կտոր կարագ և քերիչով անցկացրած ցանկացած տեսակի հալվող պանիր, ես օգտագործում եմ լոռի։ Փակում ենք լավաշով, այսպես ասած բարուրում ենք, տապակում ենք երկու կողմից մինչև ստանանք խրխրթան կարմիր կեղև։ Ստացվում է անչափ համեղ, հագեցնող օգտակար նախաճաշ, որը կարելի է անվանել նաև փակ պիցցա։ Այսօր էլ նման համեղ տարբերվող բաղադրատոմս անպայման դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ